Հարգելի հետևորդներ եւ համակիրներ, բարև ձեզ։ Այսօր մի շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում ձեզ հետ խոսել։ Ներքաղաքական կյանքի վերաբերյալ իշխանության խոսույթի հիմնական երկու կռվանները հետևյալներն են։ Կառուցել ենք դպրոցներ, ասֆալտապատել ենք ճանապարհներ։ Այլ պնդումներ նրանք չեն անում, այդ երկուսն է, եւ պարզվում է, որ այդ արտաքին 7 միլիարդ պարտքը վերցվել էր մի քանի դպրոց կառուցելու եւ ճանապարհները ասֆալտապատելու համար։ Բայց հիմա մի կարևոր ռետորական հարց եմ ուզում տալ։ Ում համար են կառուցվում այդ դպրոցները, ում համար են ասֆալտապատվում այդ ճանապարհները։ Հիմա մի սարսափելի նորություն ես ձեզ կասեմ։ Գործընկերոջս հետ ենք այսօր նայել Հայաստանը դեմոգրաֆիական, ժողովրդագրական աղետի եզրին է։ Պարոն Իվանյան, բարև ձեզ։ Շատ շեղ ենք պարոն Իվանյանին, միասին երթևեկում ենք դեպի Արարատի մարզ, մասնակցելու քարոզարշավի։ Պարոն Իվանյան, ինչ կասեք թվերի մասին, օրինակ Հայաստանի Հանրապետությունում ծնելիությունը որքանով է նվազել։ Հայաստանի Հանրապետությունում ծնելիությունը նվազել է 12%-ով։ Որքանով է նվազել ամուսնությունների քանակը։ Ամուսնությունների քանակը 7%-ով, կարծում եմ, որ դա անպայման կապ ունի ծնելիության անմիջականորեն կապ ունի։ Իսկ որքանով են ավելացել ամուսնալուծությունների քանակը։ Մի քանի անգամ, հասնելով 28%-ի։ Եվ ի վերջո, եթե ամփոփենք, Հայաստանում բնակչության աճը որքանով է նվազել։ Հայաստանում բնակչության աճը այդ ամենի համատեքստում նվազել է 40%-ով, եւ եթե նույն այս տենդենսը շարունակվի, ապա մենք դարի վերջին, 21-րդ դարի վերջին ունենալու ենք 1 միլիոն հայերով բնակեցված Հայաստանի Հանրապետություն։ Ժորժ ջան, այս թվերը ինչը որ ասեց իմ գործընկերը պարոն Իվանյանը, բաց համացանցային հարթակներում դուք կարող եք գտնել։ Իհարկե իշխանությունը սրա մասին չի խոսի, որովհետև սա սպիտակ գենոցիդ է, Ժորժ ջան։ Հիմա տեսեք, ինչպես պետք է դիմագրավենք այս ամենին։ Սրա դիմագրավելու միակ եղանակը հունիսի 7-ին ընտրությունների գնալը եւ երրորդ համարին Ուժեղ Հայաստան դաշինքին քվեարկելն է։ Ինչու՞։ Որովհետև Ուժեղ Հայաստան դաշինքը այս առումով դեմոգրաֆիական աճի առումով աննախադեպ ծրագիր է ներկայացնում, որի էությունը կայանում է նրանում։ Ստեղծելու է ազգային վերածննդի ֆոնդ, որի 30% հատկացումները կատարվելու են պետության կողմից, 70% հատկացումները բարերարների կողմից, ներգրաված հետաքրքրված անձանց կողմից, եւ դրա արդյունքում ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ ամեն ընտանիքում ծնված 4-րդ երեխային տրվելու է մինչև 2 միլիոն դրամ գումար, իսկ 5-րդ երեխային բնակարան։ Կարծում եմ այսպիսի ծրագիր Հայաստանի Հանրապետությունում դեռ ոչ մի քաղաքական ուժ չի առաջարկել։ Ժորժ ջան, եւ չի կարող իրականացնել եւ այսօր Ուժեղ Հայաստան կուսակցությունը դաշինքը միակն է, որ այսպիսի աննախադեպ ծրագիր է ներկայացնում։ Եվ կարծում եմ, որ սրա արդյունքում մենք կհաղթահարենք այս դեմոգրաֆիական աղետը։ Հետևաբար հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր եւ քվեարկում ենք երրորդ համարին։ Լավ եղեք։